իրականում այո, այս խաղաղության, այս գործընթացի այսինքն ամիսներ կամ այս անցած տարիների ընթացքում մենք ավելի քիչ ենք հաղորդումներ ստանում Արցախում հուշարձանների ոչնչացման։ Անշուշտ այստեղ նաև այլ հանգամանք կա, որովհետև նախապես երբ որ ոչնչացվում էին հուշարձանները, նաև օգտատերերը նրանց մասին հայտարարում էին եւ նաեւ համացանցում էին ներկայացնում, այսպես ասինքն քաչուչյան եւ հաղթանակի նաեւ արտահայտություն էր նրանց մոտ։ Անշուշտ դա նաեւ թեթևացել էր հատկապես 2021 թվականից հետո, երբ դեկտեմբերին Արտադրության միջազգային դատարանը որոշում կայացրեց, որ այդ հուշարձանները պետք է պաշտպանեն, եւ դրանից հետո թեթևացել էր։ Անշուշտ այնպես չէր, որ ավարտվել էր, բայց ավելի մեղմացման էր գնում։ Այս պահին եւ մենք այդպիսի հաղորդումներ չունենք եւ նաեւ արբանյակային ստուգումներով մենք տեսնում ենք, որ նաեւ մեծամասշտաբ ավերումները ավելի համարյա չենք տեսնում, բայց դերևս չենք տեսնում։ Եվ սա կարծում եմ երկու պատճառ ունի։ Առաջինը, որ մեծամասշտաբ ավերումներ այս պահին, այսինքն հիմնահատակ բուլդոզերներով եւ այլն ավերումներ սկսել են ավելի քիչ լինել, անշուշտ, բայց մենք հիշում ենք, որ վերջերս, այսինքն անցած առաջի տարի որ կանաչ ժամը ամբողջությամբ հիմնահատակ ոչնչացրեցին, բայց դրանից հետո դերևս նոր տեղեկություն չունենք, բայց սա չի նշանակում, որ ավերումները ընդհանրապես ավարտվել են, որովհետև ավելի փոքր ավերումներ, խաչքարերի ոչնչացում, գերեզմաների տաբանաքարերի ոչնչացում, արձանագրությունների քերում եւ այլն, նրանք արբանյակային լուսանկարներով էլ մենք հնարավորություն չունենք փաստելու, որովհետև այնպիսի փոքր ավերումներ են, որ հնարավոր չէ այդ դիեզերքից ստուգել։ Հետևաբար նրա համար պետք է ավելի փաստահավաք խումբ տեղում աշխատի, որը նաև Ադրբեջանը երբևէ չի թողել եւ չի էլ թողելու կարծում եմ։ Հուշարձանները դրանք մշակութային գոթողներ են եւ համամարտկային արժեքներ են։ Հետևաբար այն հուշարձանները, եթե օրինակի համար համարենք, որ այսինչ տարածք կամ այնինչ տարածքում կան հայկական հուշարձաններ եւ այլն, այդ հուշարձանները այո, տվյալ պետության միջազգայինորեն ճանաչված սահմաններում է, եթե ուրեմն նրա պահպանությունը պետք է իրականացնի հենց այդ պետությունը։ Հետևաբար, եթե այդ պետությունը ինքը չի կատարում այդ գործունեությունը եւ ավերում է, սա արդեն միջազգայինորեն հանձանք է։ Այսինքն հնարավոր չէ մոռանալ այն հուշարձանները, նույնիսկ եթե ճանաչվում է այդ տվյալ պետության սահմանները, որոնք ներառում են նաև Արցախը։ Հետևաբար այստեղ կապ չունի, եթե մենք ընդունում ենք այդ համաձայնագրով ընդունում ենք, որ այդ տարածքները արդեն Ադրբեջանին են, բայց դա չի նշանակում, որ Ադրբեջանը իր տարածքում թեկուզ գտնվող հայկական հուշարձանները կամ որևէ մի հուշարձան, կապ չունի միայն հայկական հուշարձան, որևէ մի հուշարձան իրավունք ունի ոչնչացնելու։ Դա միջազգային արդեն մի մեծ խնդիր է, որը որոշ դեպքերում այդ մեխանիզմը աշխատում է, որոշ պետությունների դեպքում չի աշխատում, այսինքն մենք ունեցանք, չէ, դատարանի որոշումը, ինչպես մի քիչ առաջ ասեցի, դեկտեմբերի 7-ի 2021-ի Արտադրության դատարանի որոշումը, որ Ադրբեջանին պարտավորեցնում էր հայկական հուշարձանների պահպանումը եւ ոտնձգությունների դեմ նրանց ապահովումը, բայց տեսնում ենք, որ դրանից հետո ինչեր կատարվեցին եւ դրանից հետո արդյունք, այսինքն ձեռքը բռնելու, Ադրբեջանին ձեռքը բռնելու գործողություններ տեղի չունեցան։ Դա այլ խնդիր է, դա արդեն միջազգային օրենքների երկկողմանի մեկնաբանության եւ այլ միջազգային շահերի
այլ խնդիր է, բայց դա չի նշանակում, որ քաղաքագիրտ մարդկությունը կամ գիտնականները դրան պետք է անդեսեն, պետք է իրենց գործը շարունակեն եւ այսօր կարող է այդ հնարավորությունը չլինի պաշտպանելու, վաղը լինի այդ հնարավորությունը։ Մեր խնդիրը արդեն մենք 57 տարվա կազմակերպությունն ենք եւ մեր խնդիրը մշտապես դրված է Հայաստանի Հանրապետությունից, ներկայիս Հայաստանի Հանրապետությունից դուրս գտնվող հայկական հուշարձանների ուսումնասիրությունը, թեկուզ թղթի վրա նրանց պահպանությունը այն հատվածներում, որոնք ենթարկվում են ոչնչացման, հիմնականում եւ մեծ հայքի տարածքում եւ նաեւ Սփյուռքում մենք այստեղ ինչ որ տեսնում եք Արցախի հուշարձանների վերաբերյալ մեր նյութերն են, որոնք հրատարակել ենք, մենք եւ ուսումնասիրում ենք եւ դաշտային ուսումնասիրություններ ենք իրականացնում եւ գրադարանարխիվային ուսումնասիրություններ ենք իրականացնում եւ դրանից հետո մեր գրքերով լինի, կայքեչերով լինի եւ վիդեո տեսահոլովակներով լինի հանրահրճագում ենք նրանք։ Մեր նպատակը հանրահրճակելու միջոցով եւ նրանց վտանգվածության մասին միջազգային հանրության, քաղաքագիրտ ժողովուրդներին եւ մշակույթով զբաղվող կամ հետաքրքրող մարդկանց տեղեկացնելն է եւ դրանով իսկ փորձել նրանց պաշտպանել։ Առաջին հերթին պաշտպանել իրանց տեղում, բայց եթե հնարավոր չի լինում, թեկուզ թղթի վրա մոռացությունից փրկելու համար։ Եվ ավելի քան 70 անուն գիրք ունենք, որոնք այսինքն ոչ թե միայն մեծ հայքի տարածքից են, Հնդկաստանից մինչև Սիրիա, անշուշտ նաև Հայաստանի Հանրապետության հարակից շրջաններում։